Բնապահպանության նախարարությունն այսօր հրավիրել էր փորձագիտական հանձնաժողովի նիստ քննարկելու անտառ կառավարման հարցերը եւ ներկայացնելու 2008-2009 թվականներին ապօրինի ծառայությունների դինամիկան, իսկ էկոլոգիական հասարակական դաշինքի SOS Սևան նախաձեռնող խումբը ակցիա էր կազմակերպել նախագահական նստավայրի մոտ։ Բնապահպանները դեմ են Արարատի ոսկու արտահանման ձեռնարկության սեփականատիրոջ Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցելու մտադրությանը եւ ակնկալում են հանրապետության նախագահի աջակցությունը։ Այն հարցին թե ազգային ժողովի պատգամավորն ու բնապահպաններն ինչու էին ընտրել հայտնի մուլտֆիլմի հերոսի Շրեկի գլխարկը բախեցնելու թե ուշադրություն հրավիրելու համար, պատասխանները գրեթե շրեկյան ոճով էին։ Չէ, չեմ կարծում վախեցնելու համար, ուղղակի սոլիդարնիստ, համերաշխության համար կարծում ենք, որ դա իշխանությունների դուր կգա, կարող է Շրեք իրանց սիրած հերոսն է եւ նրանք գոնե դրա պատճառով մեզ վրա ուշադրություն դարձնել։ Բնապահպանները նամակել ունեին հանրապետության նախագահին հանձնելու եւ համոզմունք, որ նախագահը կստիպի շահագրգիռ կողմերին գործել օրենսդրության շրջանակներում։ Նամակի կրկնօրինակները հանձնվելու էին նաեւ ազգային ժողովի նախագահին, վարչապետին եւ գլխավոր դատախազին։ Մինչ նամակները կհանձնվեին հասցեատերերին, առաջին արձագանքը բնապահպանության նախարարի կողմից էր։ Ուղղակի Սևանի ավազանի վերաբերյալ դուք գիտեք, որ այստեղ բավականին արգելքներ կան, մասնավորապես օրենսդրական եւ այլն։ Նման դիմում մեզ մոտ չի ստացվել։ Օրխուսի կոնվենցիայի շրջանակներում նախարարը պետք է շատ լավ իմանա, որ ինքը իրավունք ունի կանգնեցնի անօրինական գործընթացը, որը մեծ վնաս է կրում այդպիսի օբյեկտի Սևանօրինակ Սևանելիչի համար, նույնիսկ այն պահին, որը օֆիցիալ ձևով, պաշտոնական ձևով, նրանք ոչ մի առաջարկ չեն, փաստաթուղթ չեն ստացել։ Նախագահական նստավայրի մոտ կարծես է բնապահպանների պակաս չէր զգացվում, փոխարենը Հայ-Անտառ պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի մասնագետների խիստ պակաս։ Ընկերության աշխատակիցների միայն 5%-ն է մասնագետ։ Մեզ մոտ ասեմ, որ շատ այդպես ցանկություն ունեցողներ չկան անտառում աշխատելու։ Ավելին ասեմ, մեր այդ խոցելի տարածքներում, ինչպիսի Գուգարկն է, ուրեմն մենք ունենք անտառ պետություններ, որտեղ գրեթե անտառատաղ չկա։ Բնապահպանության նախարարությունը որոշել է անցնել անտառ կառավարման նոր մեթոդի, քանի որ խոսքը գնում է 240,000 հեկտար անտառի եւ շուրջ 2500 հեկտար նոր հիմնվող անտառի մասին։ Իսկ տնտեսական ճգնաժամը մարդկանց կարող է տանել ուղիղ անտառ։ Մարդիկ զրկում են, ասենք, անտառահատում ավելի շատ անտառից օգտվել կամ օգտվել այն հնարավորություններից, որը այստեղ դարվածություն զգում են։ Վերահսկողության արդյունքում 2008 թվականին արձանագրվել է 2029 ծառի ապօրինի հատման դեպք։ 2009-ի առաջին եռամսյակում արդեն ապօրինի հատված ծառերի թիվը կազմում է 507։ Վերահսկողության առումով կառավարությունը խնայողությունների չի գնալու, խնայողություններ կլինեն նոր ծրագրերի հարցում, իսկ ընթացողներն արդեն վերապլանավորվել են։ Խնայողությունների համար նախարարության աշխատակազմը, ինչպես նշեց նախարարը, կոնսոլիդացվելու է, կլինեն հաստիկների կրճատումներ։ Հուսիկ Արեստակիսյան, Վահե Պողոսյան, Հորիզոն։ Ավիավթար Բրազիլիայում